Ընկերության մասին խոսվել է բազմիցս։ Ընկերությանը ձայնվել են բազմաթիվ հրաշալի արվեստի ստեղծագործություններ։ Ընկերությունը սիրո ամենահեղափոխական ձևն է։ Բոլոր տեսակի սերերից ամենահետաքրքիրն ու զարմանալին։ Ընկերությունը սիրո նաև ամենամաքուր տեսակն է։ Եվ գիտեք թե ինչու։ Որովհետև այն կախված չէ պարտքից կամ բնազդներից, սպասումներից կամ ակնկալիքներից, կամ ինչ-որ դերերից, ոչ էլ պարզ սովորություն է։ Դա ուղղակի երկու մարդիկ են, ովքեր շարունակաբար ընտրում են միմյանց։ Ոչ թե որովհետև պարտավոր են, այլ ուղղակի կարևոր է։ Ուղղակի այդպես են ուզում։ Ռոմանտիկ սերը մեծամասամբ բնություն է, բնազդներ, կենսաբանություն։ Ընտանիքը քո անցյալն է, քո արյունը, քո ապագայի երաշխիքը, ընդհանուր քո կենցաղը։ Իսկ ընկերության մեջ այս ամենը չկա, կա միայն այս պահը։ Դրա համար էլ այն այդքան փխրուն է եւ միաժամանակ այդքան ուժեղ ու հզոր։ Դու ընկեր ես ոչ թե որովհետեւ պարտական ես, այլ ուղղակի գնահատում ես։ Ամեն մարդ չի կարող ընկեր լինել, ամեն մարդ չի կարող անկեղծ ու երկարաժամկետ ընկերություն անել։ Պետք է ունակ լինես սիրել ու նվիրվել, անկեղծ ու միջև վերջ։ Շատ սիրեք եւ արժեվորեք ձեր ընկերներին։ Ես իմ ընկերներին համարում եմ իմ կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից, արժեքներից մեկը։